Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կեղծ օրակարգի բաղադրիչ դարձավ նաև Ադրբեջանով հացահատիկի ներմուծումը Հայաստան։ Ըստ քաղաքագիտական համայնքի առաջին հերթին Հայաստանը կախվածություն կունենա Ադրբեջանից։ Այսինքն երբ Ալիևը ուզի, մենք հաց ուտենք, երբ Ալիևը չուզի, մենք հաց չուտենք։ Հենց որ Ալիևը նորից հիշի, որ Սևանը ադրբեջանական լիճ է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է եւ որևէ մեկը դրան առարկի Հայաստանում, նա մեր հացի ճանապարհը փակելու է։ Հիշում եք, որ Ղարաբաղցիներին սովամահ էին անում։ Այսինքն Ալիևը հնարավորություն կունենա դա անել, երբ որ նա ցանկանա։ Դա լրացուցիչ կախվածություն է ստեղծում Ադրբեջանից, մեզ պոկում է Ռուսաստանից։ Ըստ մասնագետների առաջին հերթին պետք էր մտածել երկրի պարենային անվտանգության մասին, ամրացնել կապերը Հայաստանի համար ստրատեգիական դաշնակից երկրների հետ։ Նրանք կապեր կստեղծեին Իրանի հետ, որ Իրանից ավելի շուտ ամեն ինչը հասներ, քանի որ Իրանը մեր ստրատեգիական դաշնակիցը կարող է լինել։ 1000 տոննայի չափ ցորենը Հայաստան հայտնի գործարարներից մեկին պատկանող ընկերությունն է ներմուծել Հայաստան։ Ինչ գնով եւ որքան գումար է վճարվել, օրինակ, Ադրբեջանին տրանզիտի համար հայտնի չէ։ Մանրամասների մասին տեղյակ չէր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Չեմ կարող պատասխանել, որովհետև մանրամասներն որ ընկերությունն է, ինչքան է վճարվել, թե չի վճարվել։ Այստեղ պետք է տեսնել նաև թե բերողը ով է։ Շահութաբերություն կա թե չկա, կամ պետությունը կարող է սուբսիդավորում է ինչ որ գնային մաս, որովհետև վերջին հաշվով ասենք դա պիտի դառնա հացամթերք վաճառվի։ Հայաստանի հացահատիկի առյուծի բաժինը Արցախն էր ապահովում։ Գյուղոլորտի մասնագետները վստահ են, եթե տարվի ճիշտ քաղաքականություն, սուբսիդավորվի ֆերմերը, ավելացվեն հացահատիկի ցանկատարածությունները, Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր։ Եթե օրինակի համար այն հատվածները, որոնք հնարավոր է արևային կայաններ դրվեն, պոմպերով ջուր մղվի Սևանից դեպի այդ բացադիր լեռնալանջերը, որտեղ այդ անջրդի հողեր շատ կան, հարյուրավոր հեկտարներ, հազարավոր հեկտարներ, ապա բավականին բերքատվությունը կբարձրանա։ 90-ականներին էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում էլ հացահատիկ ներմուծվեց Հայաստան-Թուրքիա սահմանով։ Անցան տարիներ Հայաստանից տարածքներ օկուպացվեցին։ Արցախն անցավ թշնամու տիրապետության տակ։ Ըստ քաղաքագետների Ալիևը հիմա էլ նույն քաղաքականությունն է տանում։ Նա խոսում էր Թավուշի գյուղերի մասին, Թավուշի գյուղերը հանձնեցին, նա խոսում էր Մեղրիի մասին, Զանգեզուրի կորիդորի մասին, կորիդորն էլ հանձնեցին, հիմա էլ նա խոսում է Սևանից։ Այսինքն, եթե մենք էլի չենք հասկանում նա ինչ է անելու հետո, մենք արժանի չենք Սևան ունենալ։ Այդ հարցը պետք է տալան մարդկանց, ովքեր ապրում են Մարտունիում, Գավառում, Վարդենիսում, իրանց հասկացրեք, որ եթե Ալիևը մի բան ասում է, դրանից հետո նա Իրանը վերցնում է։ Կասկածելի է նաև ադրբեջանական ճանապարհներով բեռների փոխադրումը անվտանգ կլինի, եթե դրա տեղափոխումը Հայաստան շարունակական լինի։ Ով է դրա համար երաշխիք տվող ադրբեջանական կողմում։ Դա կախված է, թե որքանով է Ադրբեջանը կարողանում հսկելի դարձնել ամեն ինչը։ Տեսեք ինչն է, կարող է պետական մակարդակով ինքնազգողություն սահմանի, որ ոչ ոք դեռ չտա բեռին չթունավորի, կամ չգիտեմ համատանգություն ապահովի, բայց կարող է ինչ-որ մեկը խելագարի մեկն է, որովհետև իրենք 20-30 տարի թունավորել են գիտակցությունը, ագաստության միջոցով, քարոզչության միջոցով ու կարող է նա ֆանատիկ լինում է, որը որ ինչ-որ մի բան է անում ու որևէ մեկը դա չի նկատում։ Այսինքն ես այդ առումով դեռ չէի համարի, որ անվտանգությունը այդ տեսանկյունից երաշխավորված է։ ՍԱՏՄ-ից հայտնել են, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը կստուգվի։ Հացահատիկը կնմուշարվի եւ կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։